Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Ուրախ եմ, որ միասին ենք, ուրախ եմ, որ միասին մի գործ ենք անում, որը կոչվում է ազգային խոհանոցի վերականգնում։ Այս պահին մենք զբաղված ենք մեր Շիրակի մարզի խոհանոցի ուսումնասիրմամբ եւ վերականգնմամբ, իհարկե նաեւ ձեր միջոցով, նաեւ հեռուստատեսության միջոցով, նաեւ հանրայնացման գործին։ Եվ ինձ այսօր կօգնի այս գործում Լուսինե Հովհաննիսյան, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ խոհարարական երկնակամարում ծագող աստղ։ Ողջույն Լուսինե։ Ողջույն, պարոն Մամուլյան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շատ լավ։ Ուրախ եմ, որ միասին ենք։ Ուրախ եմ, որ պիտի այսօր մենք միասին վերականգնենք այս գերագրատեսակը, որը կոչվում է Յահնի։ Շիրակում ասում են Յահնի, կա նաև Յախնի տարբերակը, ընդհանրապես այս գերագրատեսակը արևմտահայոց խոհանոցին բնորոշ գերագրատեսակ է, բայց պիտի նաև ասենք, որ ծանոթ են այս գերագրատեսակին նաև եւ Հունաստանում, այսինքն հույներն են պատրաստում եւ նաև բուլղարները։ Ինչևէ ծագումնաբանության մասին շատ չենք խորանա, բայց կնշենք բաղադրությունը։ Ունենք լոլիկ, հորթի միս, գլուխսող, շահգամ, դեռ մեր էպոսի մեջ Դավիթն էր սիրում Սասունցի շահգամը, տոմատ մածուկ, կծուպղպեղ եւ բոյարսկոյե յուղ, իհարկե լավ տրամադրություն եւ հոգու ջերմություն։ Այո, անպայման։ Ինչ ենք անելու, ինչպես ենք սկսելու, ինչից։ Նշեմ, որ բոլոր բաղադրիչները կտրատելու ենք խոշոր եւ ես կսկսեմ հորթի մսից, քանզի առաջինը պետք է դա կեղևապատել։ Շատ լավ, շատ լավ։ Յահնի կարծեմ, թե այս գերագրատեսակը կան տարբերակներ իհարկե, բնորոշն այն է այս գերագրատեսակի, որ տապակվելուց կամ որոշակի ջերմամշակման ենթարկելուց հետո դանդաղ, այսպես ասած, դամում է այս գերագրատեսակը։ Սոխը պիտի խոշոր երևի կտրատենք, չէ՞։ Օղակաձև, այո։ Լուսինե ջան, դե արդեն մենք միասին սկսել ենք այս գործը եւ այ ինչ արձագանք կա, օրինակ դու դուրս ես գալիս փողոց կամ ընկերները կամ հարազատները, բարեկամները ինչ են ասում, այ ինչ։ Այսօր ճիշտ ասած, հենց այդպիսի դեպքեր պատահել է ինձ հետ, պարոն Մամուլյան, մեր հարևանուհին, ում երևի մոտ 1 ամիս չէի տեսել, ինձ տեսավ եւ ասում է՝ «Օ, Լուսու, բարև Լուսինե ջան, ինչպես ես», ասում լավ շնորհակալություն եւ հարցնում է արդյոք ես էի նկարահանվել ձեզ հետ նախորդ հաղորդմանը։ Այո։ Ասում եմ այո իհարկե եւ ինձ առաջարկեց, որ ինքը եւս ունի բաղադրատոմսեր իր տատիկից եկող եւ խնդրեց, որ ձեզ պետք է փոխանցեմ, բայց դա արդեն մի փոքր ուշ կլինի։ Դա հաջորդ անգամ։ Ես համար տապակ դնեմ։ Այո։ Այսինքն սիրուն իր յուղերով։ Ընթացքը մենք հուշենք, կեղևապատելու ենք միսը, այնուհետև շահգամը, ուզում ես շահգամը կտրատեմ ես, եթե դեմ չես, դեմ չեմ, այնուհետև շահգամը, տապակելու ենք մսի հետ և առանձին սոխ ենք տապակելու, սոխը շարելու ենք մսի ու շահգամի վրա, այո, ավելացնելու ենք տոմատի մածուկ, լոլիկները տոմատի մածուկ և թողնելու ենք այդպես մոտավորապես 1 ժամ։ Մի քիչ էլ խնդրում եմ այստեղ լսնես սոխը տապակելու համար։ Մոտավորապես 120 գրամ յուղ է մեզ անհրաժեշտ լինելու։ Շատ կարևոր է, երբ որ մենք թեմատիկ այս ընթացքը վերցրինք, այսինքն այսօր արդեն խոսում ենք, որ մինչև տարվա վերջ մենք կարողանանք մեր հասարակությանը, մեր հանրությանը ներկայացնել
գոնե 3-4 մարզին բնորոշ կերակրատեսակներ։ Իհարկե, հարգելի հեռուստադիտողներ, մեր այս աշխատանքը առանց ձեր օգնության շատ դժվար է լինելու, որովհետև կան իհարկե նյութեր հավաքչության, կան ազգագրական նյութեր, բայց այս գործընթացը հավաքչության սա անընդհատ իրականացվող գործընթաց է, որը միանգամյա այսպես ձևով կամ միանգամյա այս իրականացմամբ չի կարող ավարտուն համարվել։ Դրա համար, եթե ունեք դուք հարգելի հեռուստադիտողներ տատիկի ջարանգված կերակրատեսակներ, բաղադրատոմսեր եւ գտնում եք, որ շատ կարեւոր է, որ դրանք հանրայնացվեն, այս հարթակը հենց այդ հանրայնացման համար է։ Կեղևապատում ենք։ Լավ դաղված յուղի մեջ։ Այո, պարտադիր։ Իսկ մեր հեռուստադիտողներին նաև հուշեմ, որ եթե դուք չեք հասցնում դիտել հաղորդումը, դուք կարող եք այդ նույն հաղորդումը դիտել մեր Instagram-ի էջում, մեր YouTube-ի էջում եւ ընդհանրապես համացանցում շատ լավ լուսաբանվում է եւ ձեր դիտողությունները, ձեր առաջարկները մենք մեծ ուրախությամբ հաշվի կառնենք եւ կպատասխանենք։ Ես ուզում եմ նշել, որ վերջերս մեր հայրենակիցը Ֆելիքսը դիտողություն էր արել Թավաքիվթսի կերակրատեսակի մասով։ Ես նշել եմ, հավանաբար Ֆելիքսը չէր դիտել հաղորդումը, այս հաղորդման մեջ ես նշում եմ, որ սա ազգագրական նյութն է, այսպես է կոչվում, եւ կերակրատեսակ, եթե մենք հավաքագրում ենք տարածաշրջանից, պիտի նախ հուշենք, ասենք, որ այս կերակրատեսակ այսպես է փոխանցվել, իհարկե անունը հայեցի նշում ենք եւ նշել եմ ես այդ անունը, բայց քանի որ կերակրատեսակը պետք է ճանաչվի նաեւ տեղացիների մոտ, պիտի իր անունով ոնց որ նշվում է նշել։ Այնպես որ ես շատ լավ գիտեմ, որ Թավան տապակն է, ես շատ լավ գիտեմ, որ Քյուրթան կոլոլակն է եւ այ մեր գործընկերներից կամ մեր հերոսադոներից շատերը չգիտեն, որ քյուրթաբառը թուրքերեն չէ, քյուրթաբառը պարսկերեն է։ Կեղևապատեցի, բայց դեռ ոչ, մի քիչ էլ կեղևապատենք։ Հիմա իմ կարծիքով մի քիչ աղ պիտի ավելացնենք, եթե դեմ չես։ Դեմ չեմ, ինչ խոսք։ Իսկ ես Լոտուս աղը օգտագործենք։ Օգտագործենք լոտուս աղը։ Ես ափսե վերցնեմ։ Սոխը մոտեցնեմ։ Շնորհակալություն։ Այո։ Լոլիկները նույնպես կարծում եմ կարելի է նախորդ կտրատել։ Իհարկե, ու կարելի է այն երկու մասի բաժանել։ Այո, խոշոր։ Լուսինե ջան, Այո։ դու որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ինչ ես կարծում, ինչ խորհուրդ տանում էր երիտասարդ խոհարարներին, այդ մարդկանց հետ շատ է շփվում, ինչ մթնոլորտ է տիրում նաև երիտասարդ խոհարարների մոտ։ Երիտասարդ խոհարարների մոտ ինչ-որ մտքի թռիչքը աներևակայելի է, ըստիս ու շնորհակալ եմ, որ իմ կողքին կան նման ընկերներ, ովքեր եւ խորհրդով, եւ իրենց աշխատանքային փորձով, ինչու՞ չէ նաեւ այն երիտասարդ խոհարարներն են, ովքեր կարողանում են արտասահմանում եւ վերապատրաստվել գալ եւ աշխատել գալ, այնքան ինֆորմացիա է նրանց մոտ էս պահին տիրում, որ ես ուղղակի փորձում եմ հասցնել իրենց հետևից գրի առնել, իրենց խորհուրդները լսել եւ
Առաջին անգամը չէ, որ ինչ խոսք սոցիալական ցանցերով շատ բաներ եմ տեղադրում ես անձամբ ու շատերը կան իմ ընկերներից, ովքեր եւ դիտողություն են անում եւ բանավեճ է, այո, միանշանակ, այո, քննարկում է այո, ծավալվում, ու որը ես հասկանում եմ, որ նրանք հաստատուն իմ կողքը կանգնած են եւ ինձ ամեն հարցով ուղղակի օգնում են։ Շնորհակալ եմ ես իմ ընկերներից, մերսի շատ։ Եվ խոսքը, քանի որ գնաց երիտասարդ խոհարանների մասին, ուզում եմ առիթից օգտվելով հպարտորեն ուրախալի լուր հայտնել մեր հայրենակից Կարեն Թորոսյանը Բելգիայում գործունեություն ծավալած, վերջերս ստացավ 4-րդ Միշլենյան աստղը։ Ուզում եմ շնորհավորել Կարեն ջան, շնորհակալություն, շնորհավորում եմ եւ շնորհավորում եմ նաեւ մեզ բոլորիս, մեր հայ հասարակությանը, որովհետեւ Միշլենի աստղը ամեն անգամ չէ որ խոհարները ստանում են եւ դա շատ մեր հպարտությունն է դու Կարեն։ Իմ կարծիքով, եթե ծածկենք կափարիչ է, եւ սպասենք 2-3 րոպե, ամեն ինչ կընկնի։ Մի փոքր կամացածներ։ Օգտագործել ենք նաեւ կծու գեղեցիկ կարմիր պղպեղ։ Չորացած։ Շատ եմ ուզում, որ մենք բոլորս կծվի օգտագործման շարժառիթ օգտակարությունը կամ նրան հանրապես կարևորությունը հասկանանք, կծու պղպեղ օգտագործում են բոլոր այն երկրներում, որտեղ շոկ, այսպես ասենք, եւ շոկ եղանակին մեր օրգանիզմը իմունիտետը թուլանում է, եւ թուլանում է, որովհետեւ մեր ախորժակն է ընկնում, քիչ ենք սնվում եւ վատ ենք սնվում, եւ դրա համար քիմքը գրգռելու համար ամոքանքներ են պետք, հատկապես կծու։ Եթե դուք ուշադրություն դարձնեք օրգանիզմի այդպես ցանկությանը, կտեսնեք, որ ձմռանը այնքան էլ մենք չենք ուզում, այսինքն ախորժակ չունենք, ցանկություն չունենք շատ կծուտենք, քան թե ամռանը։ Իսկ նրա նաեւ անտիսեպտիկ այդ հակա բորբոքային նաեւ հատկությունը բոլորը գիտեն այո։ Լավ է ստացվելու։ Այո։ Կա այսպեսի բան գործի սկիզբը հենց ցույց է տալի նրա ավարտը, նրա ստացված ավարտի մասին հուշում։ Ճիշտ ասած, այսպես էլ պատկերացնում է իր տեսքը, չնայած դեռ վերջը չի, բայց ստացվում է այնպես, ինչպես որ պատկերացնում էի։ Խնդրեմ։ Շատ լավ։ Եվս մի 2 րոպե։ Եվս մի 2 րոպե եւ արդեն մենք կշարենք բաղադրիչները։ Այդ Տոմատի ընթացքում ես մածուկը կխնդրեմ ջրով բացեք, պարոն Մամուլյան։ ջրով բացեմ մի քիչ։ Մտածում եմ անգամ խորովարած տարբերակով սոխը եւս շատ հոտավետ Այո, կլինի։ այո։ Խորոված սոխը ընդհանրապես շատ օգտակար է, շատ վերինաշանի։ Նույնիսկ բժիշկները խորհուրդ են տալիս դիաբետով հիվանդ մարդկանց շատ օգտագործել, չնայած որ սոխ ամենաքաղցր բանջարեղենն է, չէ՞։ Լուսինե ջան, ինչ էինք ավելացնելու, ցիտրոն, հա։ Այո, ծոթրին, ռեհան։ 4 կանաչին է։ 4 կանաչին։ Քիչ աղկանենք։ Ինձ մոտ սոխը պատրաստ է։ Սոխը պատրաստ է։ Սոխը կարող է շարել արդեն կարծում եմ։ Նորից հիշենք, որ յահնին նշանակում է որոշակի ջերմամշակման անցնելուց հետո երկար դանդաղ կրակով, այսինքն մարմանդ կրակով երկար ժամանակ շոկ է հարված կամ դամված։ Լոլիկները խնդրում եմ շարենք։ Շնորհակալություն։
Դե շիրակցիք գիտեն էլի։ Ինչ են անում։ Բերանի համար, այսպես ասած, այսինքն ճաշակը բարձր է։ Շնորհակալ ենք իրենց այս համեղության համար։ Էլի տամ լոլիկ։ Դե բավական է։ Բավական է։ Տոմատի մասուկը կօգտագործենք։ Կանաչիների հոտը ինչ։ Դամ է։ Այո։ Այսպես եւ մենք պիտի մոտորապես 45-ից մինչև 60 րոպե սպասենք, բայց մինչև սպասել ուզում եմ նորից դիմել հարգելի Շիրակի մեր հայրենակիցներ, եթե ունեք կերակրատեսակներ, բաղադրատոմսեր ուղարկեք կամ ինքներդ եկեք կպատրաստենք, բայց նաև եթե որոշակի այն կերակրատեսակները, որոնք մենք պատրաստում ենք, որոշակի շեղումներ լինում են, դուք կարող եք գրել, մենք քննարկենք։ Այնուամենայնիվ յուրաքանչյուր խոհարար իր որոշակի մշակումները թույլատրելի սահմանում իրականացնում է։ Գնացինք, ծածկեցինք, կրակը իջեցինք եւ սպասում ենք 45 րոպե։ Այո։ Լուսինե ջան, անցավ 45 րոպեն։ Այո։ Տեսնենք Յահնի ինչ վիճակի մեջ է։ Օ։ Գեղեցկություն։ Այո, Եվ այսպես։ գեղեցկություն։ Շիրակյան գեղեցկություն։ Պարոն Մամուլյան, սիրելի հեռուստադիտողներ, ինքս կառաջարկեի մատուցել հետևյալ ձև, Հենց այսպես։ հենց այսպես թավայով, Տապակով։ տապակով։ Այո։ Այո։ Բայց նաև Բաժնային։ երիտասարդ սերունդը մեր ավելի ժամանակակից, ավելի ավանգարդ, այսպես մտքեր Մոդեռն։ ունի, այո, մոդեռն, մենք դեմ չենք, ընդհանրապես բոլոր ոլորտներում սերնդափոխությունը մի քիչ ցավոտ է ընթանում, բայց խոհարարության մեջ պիտի աշխատենք, որ բացենք երիտասարդների առաջ։ Շնորհակալ եմ ձեզ վստահելու համար։ Եվ իհարկե մենք պիտի նաև իմանանք, հասկանանք, որ կերակրատեսակը արդեն ունի բազմաթիվ մթերքներ եւ մենք այս կերակրատեսակը ինքը իրենով նախ իր մթերքներով պիտի ձևավորենք, այդպես չի։ Այո, մի անգամ այն։ Վերջ։ Խնդրեմ սիրելի հեռուստադիտողներ, սա էլ իմ պատկերացմամբ։ Լավ պատկերացում է, բարեկամներ, պատրաստեցինք շահգամով Յահնի կամ Յախնի, պատրաստեցինք Լուսինե Հովհաննեսյանի հետ։ Լուսինե ջան, նախ շնորհակալություն իհարկե, եւ ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Բոլորին ուրախ եմ մաղթում։ Շնորհակալություն ձեզ հետևելու համար հաղորդմանը։ Շատ շնորհակալ եմ։ Բարեկամներ, լավ օր, այո։ Շահկամ 400 գրամ, տավարի միս 800 գրամ, գլուխ սոխ 400 գրամ, յուղ 120 գրամ, լոլիկ 600 գրամ, աղ 16 գրամ, ամբողջական կծու պղպեղ 1 հատ, կարմիր չոր, չոր կանաչիներ 8 գրամ։ Բարի ախորժակ։ Այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք չեք հասցրել դիտել մեր հեռուստահաղորդումը, հոգ չէ, դուք կարող եք մտնել YouTube-յան էջ եւ դիտել մեր հաղորդաշարը։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Լուսինեին, ցանկանանք, որ ինքը շարունակի իր մտահղացումները ներդնել մեր խոհանոցի եւ մեր կերակրատեսակների մեջ, դրանից կշահենք եւ մենք եւ հասարակությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Լուսինե ջան, հարգելի հեռուստադիտողներ, առիթը
բայց չթողնենք բոլորիս շնորհավորենք, հատկապես նրանց, ովքեր այսօր տոնում են իրենց տարեդարձը։ Եվ ընդհանրապես շատ եմ ուզում, որ բոլորս պատասխանատվություն զգանք մեր ազգային արժեքների նկատմամբ, մենք պիտի պահպանենք մեր ազգային արժեքները, իսկ ազգային խոհանոցը հենց ազգային արժեք է, եւ դրա համար օտարի միջամտությունը կամ օտարի խորհուրդը մեզ հարկավոր չէ, մենք պիտի պահպանենք եւ դրանցով սնվենք հայերեն։ Այսքանն էր այսօրվա համար, ուզում եմ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամ։